Ողջույն բոլորին, ասեցի սկսենք նոր վլոգը, որովհետև այստեղ պիտի տեղավորեի գնումները։ Կանաչի, սպագետի, լոլիկ, երեխեքի համար սենց բանդավես տար մի հատ, քո պարագաները, ուրեմն սոխ, վարունգ, քյուֆթա, կուզնիկը, ցտվասեր, մածուն, ամանի գուբկայի ու ծրփորենից լավաշ, այդտեղ կանացի բաներ են, ինչպես տեսնում եք, հավկիթ, սոխ եւ ասել է ինչ գույնի եւ ինչ ֆիրմայից ինձ վերցնի մանիկյուր, գրիշներա վերցրել իր իսկ նախաձեռնությամբ եւ ես գնացի առա իմ կրեմն ու դեմքի մաքրող միջոցը, որովհետեւ գրեց որ հունիսին է գալու, հունիսի 10 քանիսին, բայց շուտ է հասե, այս իմ խոնավեցնող կրեմն է, կակրած զապասներ կունենամ։ Էս էլ Միքսիթից очищающая պենկա, երկու հատը մեկի գնով էր, այսպես ասած, իբր չգիտեմ ինչքան վատենց, բայց մեկը կոտրված է եկել, մի քիչ փրփուրը թողել է։ Ինչ է երեխեք ջան, այսպիսի գնումներ, հիմա խորեն երեխեք հետ իջնելու ապահ, ես էլ վաղվանից սկսում եմ միջանկյալները, սուստի նստեմ մի քիչ պարապեմ։ Սրան ուշադրություն մի դարձրեք, լվացքի պարանին էի դրսում փռել, քամին ուժեղ տվել պտտել էր, մի բանը շպիլկան պոկել էր, ես կախված էր, ասացի լուչը բերեմ ներս։ Ով է զանգում։ Լոգանք ընդունեցի, սկրաբ, կրեմներ, սիրունացա, մնում եմ մազերս յուղ եմ արել, են Միքսիթի յուղից, մնում եմ մազերս մի հատ ֆենեմ, քանի որ վաղը միջանկյալից բացի, արդեն ասացի նաև զեկույցիոնն է, մազերս պետքա կարգի հրավիրեմ բոլիելիմենիա, որպեսզի սիրուն լինի։ Իրապես շորիկը սարքել եմ տնային, ինքը առանձին յուբկայով տոպա, արդեն տանը կհագնեմ, ինքը այլևս մոդայիկ չէ, դեռ այն թվերին էլ ինքը ասում է, չէ, չնայած տրենդի մեջ էր, բայց ավելի ծովային ինչ-որ սենց հանգստի ժամանակ եմ այս բանը նկատել, հա, որ հագնում են, ես իրան հագել եմ շատ քիչ, ամենաակտիվ օրը, որ հիշում եմ իրեն կրել եմ, այն Նատալիա Օրերոյի կերպարով, որ ընկերուս ծնունդին է հրավիրված, այդտեղ սա համապատասխան էր, մի խոսքով, դրա համար արդեն ինքը կմնա տանը, որտեղ դրսում ինձ, նո ես ի սկզբանե էլ առնելուց հետո իրեն որ ասեմ շատ սենց սիրտս կպեր կամ սիրերամ, չէ, ուղղակի առանձին դեպքերում հարմար է եղել։ Ջանիկ, խես առանց շորտ։ Չէ, շոք է։ Շոք է, բայց շորտիկ բոլորս պետք է հաշվենք ինչ-որ բան։ Չէ, պետք է հագնի, ոնց չհագնի։ Դա սաղ մամենս խորան գալիս։ Ինչի է խոր գալիս։ Չէ, դա սաղ ծոկել են։ Հեսա մտնում ես լոգանք ընդունես, կստատի ես ունեմ կծելու դեմ պլաստիրներ, շատ լավ ֆիրմայից, մյուս անգամ որ իշնեք, ասա տամ, յողմներովս միած զբաղվում են, այսօր սարսափելի է։ Այստեղ Դավիթը զբաղվում է նկարչությամբ, մինչև ես մանիկյուր էի անում, պապան իրան առել է հետաքրքիր ինչ-որ բան և գծերի ծոնցոր ոչինչ իմ տղա, կպատահի, հոդու մի անգամից չես կարա իդեալական նկարես, աստիճանաբար կսովորես, լավ? Համովս։ Դիպման տեմ ծալեց։ Հա։ Հետ ճան, ես Ռասիայում եմ, այսօր հունիսի մեկն է, դեպանքիացեք ինչ աժոտաժա քաղաքում, բայց ինձ մոտ երորյա միջանկյալներն է սկսել, այնպես որ բնականաբար ես արդեն համալսարանի տարածքում եմ, ոտքով էի ուզում գալ, հետո հասկացա լուչի մետրոյով, որպեսզի ավելի ստույգ ժամանակին հասնեմ։ Երեխեք ջան, մենք միջանկյալը ավարտեցինք, 100-ը ստացա և եկանք սնվելու, այստեղ ֆրանսիական, չգիտեմ ինչ է, ֆրանսիական էր գրած, արդեն կասկածեցի և տոլման էլ բոլորիս հայտնի քաջածանոթ կարծում եմ, ներկայացման կարիք չունի։ Ամբողջ քաղաքում ակտիվ հունիս մեկյան երաժշտություն, փուչիկներ, երեխաներ, ես երեխեքի հետ զբաղվեցի մի քիչ, 2:10 հանդիպում ունեմ թեզիս ղեկավարի հետ, որպեսզի հասկանամ ամառը ինչով եմ զբաղվելու, չեմ ուզում ամառս կորցնեմ։ Հիմա մի 15 րոպեից ժամն է գալի հանդիպման, գնում եմ համալսարան քիչ-քիչ։ Ահա և ես, ողջույն, միշտ լարվում եմ, գիտեք, ես թեզի հետ կապված խոսակցություններից, չգիտեմ, մի տեսակ անհանգստություն եմ զգում, բայց հուսամ, որ ապրիդիլյոննիստ կմտնի էլի իմ գլխի մեջ, թե ինչ պետք է արվի ընդհանրապես ամառը։
Երեխեք ջան, ես ինձ համար գլյասը վերցրեցի։ Ամենուրեք երաժշտություն չգիտեմ որտեղ նկարեմ, որ YouTube-ը խախտում չհամարի։ Մտա ունու թեզիս ղեկավարի հետ խոսալուց հետո վերցրեցի ինձ համար երկու բասանոժկա։ Մեկը սև էի ուզում, բայց սև հարմար բան չկար։ Հետևաբար մեկը շագանակագույն, մեկը ավելի բաց։ Էլի շագանակագույն է, բայց ավելի սիլիեսնի գույնի որ քաղաքը այսօր շատ փոշոտ է, շատ աղմկոտ, մեքենաների շարժը ահռելի, սենց ծուխ է ամենուրեք։ Մի խոսքով հիմա վայելելով գնամ տուն, խանութ մտնեմ երեխեքից մի բան առնեմ, փուչիկ եմ ուզում առնեմ։ Այսօր գրաֆիկը մեր այնպիսին է, համ խորիկն է դասի, դավը նկարչության, ես իրիկունը ժեստ եմ գնում, մեր օրը չեն կարողանում տոնական բան անենք էլի, ոչինչ, իրանց հետո կտանենք ինչ-որ միտեղ կլրացնենք այս բացը, բայց գոնե փուչիկ եմ ուզում առնեմ իրանց ինչ-որ մի բան, որպեսզի գոնե մի փոքր այդ կոմպենսացնեմ էլի, թեզի ղեկավարի հետ խոսալուց հետո լիքը մտորումների մեջ ընկա, որտեղ բարդ աշխատանքային սպասվում հետազոտական, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ այդ неопределенность անցավ ու գոնե գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որ ուղղությամբ պիտի չարչարվեմ, զգում եմ, որ ամառը այդքան էլ արձակուրդ չի լինի։ Ժամանակս այնքան սուղ էր, որ գալուց ուղակի մտել եմ երեխեքին ժելեյնի տորտիկ եմ առել, ինչի ժելեյնի, որտեղ ամառը ավելի հավես է ուտվում, սառը, այսպիսի բան եմ առել, դե փուչիկները պլանավորում էի առնել MT-ում հարցրեցի վաճառում եք ասեց նվիրում ենք, նվիրեցին էլ անի չմտա, որտեղ ժամանակ չունեմ, գոնե մի ժամ պիտի կրկնեմ իմ զեկույցը, որ այնտեղ լավ ներկայացնեմ, հիմա դնեմ սառնարան, դավը խորիկին տայլա նկարչության կգան, նոր կփչեն, իրանց այսպես ասած գոնե տորտիկ լինի, հա, հետո այս շաբաթվա մեջ մենք իրանց ինչ որտեղ կտանենք, թեկուզ գազանանոց, թեկուզ ուրիշ տեղ, դա մի ձեռքով հարմար չի, հիմա կանենք։ Մի խոսքով, հեսա դες կոշիկներս էլ ցույց տամ երեխեք ջան։ Փորձել եմ մեկը վերցնել ավելի շորիկների հետ, իսկ մյուսը ավելի առօրյա։ Նո ամառը շորիկներ առօրյայում եմ հագնում, ասածս այնա, որ մեկը ավելի ինչ որտեղ գնալուց էլ կարող եմ հագնել, այն մյուսն էլ առօրյա ոչ մի ճոխ բան իրանի չի ներկայացնում, ուղղակի վիզուալ ոտքից շատ գեղեցիկ նստեց։ Սա կարծում եմ եւ դասի կարող եմ գնալ, եւ եթե ինչ-որ միջոցառում լինի, այսպես իվենթանման այդտեղ կարող եմ հագնել 7 ու քանիս էր, ուզում եմ հիշեմ, երկուսին իրար հետ 15000 է վճարել, քանի որ մատչելի է հարաբերական, մտածեցի ինչու ոչ երկու կոշիկ մի անգամից վերցնեմ, եւ երկրորդը սրա նման ես ունեմ, բայց արդեն մաշված է, ու շատ խանութ գնալուց հագնեմ, ինչ շատ դուր է գալիս այդ մեջի փափկությունը, որ մի փոքր բարձրություն ունի, իմ ոտքին լավ է նայվում, սա լրիվ առօրյա, թեթև, հանգիստ, բոսանք եւ այլն, որ ես կարողանամ հանգիստ երկար քայլել երեխեք ջան։ Всё, այս մի ցավի սպրծա, երեխեքին պիտի անպայման բասանոժկաներ առնենք, որովհետեւ իրենք գիտեք, ոտքերը ամեն սեզոն մեծանում է, անպայման ու Արտաշեսին չստեր, вообще իրանք ամառը չստեր չեն հագնում, բայց Արտաշեսին պետք է չուստա անպայման մի հատ, դավը ունի զուտ լինի էլի, այդպես, այս երկու օրը երևի կգնանք այդ հարցողել, աչքիս մեջ ինչ-որ բան է մտել, չեմ կարողանում հանել, այս դիսկոմֆորտ է, խորենը մտել էր երեխեքին ինչ-որ պադարը կարներ, նո Արտաշեսը պադարը ուզել էր մեծ 30 հատանոց պլաստիլինների նաբոր, իրքան վաղ տետ էր ուզում, так что այդ կբերի խորենը, դավին էլ չգիտեմ ինչ կուզի այնտեղ, դավն էլ իր ուզածը կստանա։ Всё, ես նստեմ մի հատ կարդամ իմ զեկույցը չեղավ այսպես, ընդհանրապես մի ժամ ունեմ, դու գնալուց անպայման ուզում եմ ինչ-որ ծաղիկներ վերցնեմ, մեր երևի ինչ-որ վարդ կվերցնեմ, մեր ամեն դասախոսի համար, հա, ինչ-որ մի բան, տեսնեմ ինչ կա էլի, ուզում եմ անհատական 7 կին դասախոս ենք, դու չասեմ, ինչ ասեմ, դասախոսել այդքան ճիշտ չի ասել, որտեղ համալսարան չի, դուք հասկացաք ինձ, մի խոսքով ամեն մեկին անհատական ինչ-որ ծաղիկ ուզում եմ տալ, բայց տեղում մի հատ կհասկանամ ինչ կա, ոնց է, ինչ է, ըստ դրա կկողմնորոշվեմ։ Մեր խումբը մի տեսակ այս հարցում միասնական չգտնվեցինք, որ ինչ-որ բան կազմակերպենք, հստակ, դրա համար երկու աղջիկ ենք, որ այսպես կապի մեջ ենք իրար հետ, երկուսս էլ որոշեցինք, որ ինչ-որ փոքրիկ, այսպես ասած, գեղեցիկ ժեստ անենք, ծաղիկների տեսքով կարծում եմ, զուտ մեր հոգուց բխող, որպես
ժպիտ պարգևելու մի գեղեցիկ առիթ։ Ես պատրաստվել եմ, հագնվել եմ, դեռ ժամուկես կա, մինչև զեկույցի սկսելը, բայց ես ուզում եմ մի քիչ շուտ դուրս գալ, որ անելիքներս հասցնեմ, հետո այսօր փակ փողոցներ կան, չգիտեմ, մարդ ես միգուցե ինչ որ նման խցանման խնդիր է լինի, որպեսզի հանկարծ չուշանամ։ Ոյ, մի քիչ հուզված եմ, չգիտեմ, մի փոքր հուզված եմ, փորձել եմ համահունչ հագնվել, որովհետև այնտեղ կարմիր գոր գա լինելու, համահունչ ասած դասականի մեջ, այսպես, եթե մեկ բառով ասենք, միած սպագետին անջատեմ, որ Արտաշեսը սոված չմնա, որտեղ այն ինչ որ սարքել է, ինքը չի ուտում, պետք է իր համար առանձին սպագետի սարքեի։ Ու նոր արդեն դուրս կգամ։ Չգիտեմ, այս թրթիր կա մոտս, անհանգստություն կա, որ ամեն ինչ լավ անցնի, որ այնպես խոսեմ, ինչպես պլանավորել եմ, նյութս կարողանամ ճիշտ մատուցել, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև ինչպես միշտ Աստված ինձ հետ է։ Երեխեք ջան, արդեն տեղում եմ, այստեղ կարմիր գոր, բան, ասես մի հատ լրիվ մազերս, պատանը բացել էի մաքրոտ գար։ Տեսեք ինձ սիրուն երեխեք այստեղ։ Փրփրուն գինիներ։ Այսպիսի միջավայր երեխեք ջան, այնտեղ գեղեցիկ զարդարանքներ, երկինքը սիրուն, ամեն բան սիրուն։ Բրավո։ Իմ կյանքի երկրորդից ստելացան 90-ականներից, որովհետև մինչև այդ պաշտպանված էի զգում ամեն ինչ լավ էր, եկել կյանքը փոխվեց։ Յուրաքանչյուր ունենակ այն պահը, երբ որ 10 մինչև հիմա եւ սրանից հետո։ Որ սրանից հետո միշտ Սարը ոչ շաշեց, ու չորանալու է, նա մարդն է, այսինքն սովորելու դիզայնի ասացի կանը, գործընթաց հասկան դարը, սա մարդերը փոխում Մենք բոլորս գիտենք, որ տագնապը մարդու բնական արձագանքն է ստրեսային կամ վտանգավոր իրավիճակներին եւ այն շատ մարդկային է եւ բնական է։ Սակայն ինչպես ամեն ինչ այս կյանքում, տագնապը եւս նորմալ է, եթե չի հատում թույլատրելի սահմանը, այսպես հարաբերական թույլատրելի։ Իսկ որ արդեն հատում է սահմանը, մենք այստեղ կարող ենք խոսել օրինակի համար տագնապային գրոհների մասին։ Ինչ է տագնապային գրոհը։ Սա արդեն հանկարծահաս մի իրավիճակ է, որի ժամանակ մարդը զգում է ժալվածություն, անհանգստություն, վախի զգացում, տպավորություն, որ իրավիճակը դուրս է եկել իր ձեռքից, կարող ենք հետևել մահվան վախ, ուշագնաց լինելու վախ, խելագարվելու վախ, որպես կանոն տագնապը առաջանում է մի քանի րոպե ընթացքում, կարող է տևել մինչև կես ժամ եւ ինչպես ամեն ինչ այս կյանքում եւս ունի իր ընթացքը, զարգացումը, կուլմինացիան եւ ավարտը։ Այս դեպքում ախտանիշները այսպես են ընթանում, սկզբում անհանգստության ֆոն է գալիս, հետո ախտանիշներն են ֆիզիկական, հետո ապոգեին է հասնում այդ ամեն ինչը, արդեն իջնում է գնալով դեպի հանգիստ վիճակ եւ որպես հետևանք ունենում ենք լարում եւ թուլացում, այսպես ասած, թուլության զգացում։ Ախտանիշներից կարող ենք առանձնացնել սրտ խփոցը, շնչառության ակտիվությունը, ակտիվ քրտնարտադրություն, շնչահեղձության զգացում, վախից սրում, մահվան էլի խելագարվելու վախի մասին կարող ենք խոսել եւ պատճառներից կարող ենք առանձնացնել կենսաբանական պատճառները, հոգեբանական եւ սոցիալական։ Կենսաբանական պատճառների մեջ կարող ենք առանձնացնել նյարդային զգայունությունը, ժառանգական նախատրամադրվածությունը եւ հորմոնալ որոշակի առանձնահատկություններն ու փոփոխությունները։ Հոգեբանական պատճառների մեջ կարող ենք առանձնացնել դիստրեսը, ովքեր չգիտեն, ասեմ, որ ստրեսը լինում է ինչպես դրական, այնպես էլ բացասական, բացասականը կկոչենք դիստրես, ավելի ճիշտ սելեն է կոչել դիստրես, եւ այս դեպքում մենք արդեն կարող ենք խոսել քրոնիկ դիստրեսի մասին, որը որպես կանոն համարվում է 6-ից 7 ամիս պարբերական առանց դադարի ստրեսը, սուր ստրեսից անցում դեպի քրոնիկ ստրես։ Սոցիալական գործոններից կարող ենք առանձնացնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ընտանեկան խնդիրները եւ անհանգիստ քնի պակասով հագեցած մարդու առօրյան։ Հիմա եկեք հասկանանք ովքեր են խոցերի խմբում։ Այն խաղավիճակներն իվարկը 18-ից 35 տարեկան անձիկ եւ ստատիստիկան ցույց է տալիս, որ կանայք ավելի հակված են տագնապային գրոհներին, քնի խնդիրներ ունեցող անձիկ, շատ ծանր աշխատանքային, այսպես ասած, կենսագործունեություն վարող անձիկ,
Եվ շատ կարևոր է տագնապային գրոհները անցկացնել մի քանի կարևոր գիտակցումով։ Առաջին, թերևս ամենակարևոր գիտակցումն այն է, որ տագնապային գրոհները դառնալի ժամանակավոր մի վիճակ է իրանից ենթադրում։ Եվ շատ կարևոր է այդ ընթացքում կիրառել օրինակ շնչառական տեխնիկաներ։ Ինչպես պարոն Մերաբյանն էր ասում, երբ որ մենք օրինակ վազում ենք կամ վախեցած ենք շնից եւ ադրենալինը արտանետվում, դա բնական է։ Բայց երբ որ մեր ուղեղը վախենում է, բայց չի դիտարկում վախի օբյեկտը, սկսվում է ինքնավախեցման process, այսինքն, որpիսի մենք մեզ կարգի հրապետենք եւ օգնենք մեր մարմնին ու ուղեղին հանդարտվել, կիրառում ենք շնչառական տեխնիկաները, նաեւ կոգնիտիվ վարքային թերապիան, միտքը իրենով, էլի պարոն Մերաբյանն եմ ցիտում, ոչինչ չի ներկայացնում իրենից, այն հույզը, որը մենք տալիս ենք մտքին, արդեն ձևավորում է մեր վարքը։ Հետևաբար, փոխելով հույզը եւ դրա հետևանքով փոխելով վարքը, մենք կարող ենք տագնապային գրոհներից եւս հաջողությամբ ձերբազատվել։ Ուրեմն, ինչ անել գրոհի պահին ամենակարևորը խոճապիչություն արտվել, դառնալիության մասին արդեն խոսեցի, ցանկալի է հանգիստ վիճակում նստել, կիրառել շնչառական վարժություններ, օրինակ 4-2-6 վարժությունը, 4 հաշվով շունչ, 2 հաշիվ շունչը պահում ենք, 6 հաշվով արտաշնչում։ Եվ կուզեի մեջ բերել Ֆրից Պերզի խոսքերը, տագնապն առաջանում է այնտեղ, որտեղ մենք փորձում ենք կառավարել անկառավարելի։ Եվ քանի որ ես դեռ գործող հոգեբան չեմ, բայց ուզում եմ փոքրիկ պրակտիկ մաս ներմուծել, ես մի մարդու գտա, ինչ թույլտվությունը ստացա, որպեսզի այսօր բարձրացնեմ, եւ խնդրեցի իրեն փոքրիկ հարցազրույցի կարգով պատմել իր առաջին եւ վերջին տագնապային գրոհի մասին, որովհետեւ այստեղ կարելի է հետաքրքիր հետևություն անել։ Ցիտում եմ. 27 տարեկան է, երեկոյան նստած էի բազկաթոռին, ծնողներիս հետ հեռուստացույց ենք նայում։ Հանկարծ զգացի, թե ինչպես է կրծքավանդակը սառչում, ասես սառույց լցնեին։ Այնուհետև սաստիկ սառնություն զգացի աղիքներումս։ Տեղս չէի կարողանում գտնել, մարմինս դողում էր, բերանս չորացել էր։ Շատ վախեցա, քանի որ չգիտեի ինձ հետ ինչ է կատարվում։ Դա շատ մեխային եւ բանալի նախադասություն է։ Ինձ թվաց մահանում եմ։ Ծնողներից խնդրեցի շտապօգնություն կանչել, սակայն ծնողները զանգեցին իմ հոգեթերապևտին, նա ասաց, որ դա ադրենալինի արտանետում է, խորհուրդ տվեց ոտքերը դնել գոլջերի մեջ, ասաց, որ որևէ վտանգավոր բան չկա։ Մենք այդպես էլ արեցինք, մարմինս դողում էր, սակայն հոգեթերապևտից հանդեպ վստահությունը շատ մեծ էր եւ դա ինձ օգնեց հասկանալ, որ ինձ հետ որևէ վատ բան չի կատարվում։ Տևեց այդ վիճակը մոտավոր կես ժամ, այդ պահին ժամանակի զգացողությունս լղոզված էր, գուցե եւ սխալվում եմ։ Հիմա վերջին գրոհն է բնութագրում։ Վերջին գրոհս տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում։ Գիշերը երբ բոլորը քնած էին։ Պարկած էի իմ անկողնում, տպավորություն էր, որ այրունը խփել է գլխիս, ուղեղս եռում էր, ասես բարձր ջերմություն ունենայի, բերանս չորացել էր, մարմինս դողում էր, տեղս չէի գտնում, բայց ինձ կարողանում էի պահել իմ տեղում պարկած, ոչ ոքի չարտնացրեցի, կարողացա հաղթահարել եւ ինքս ինձ քնեցնել։ Հիմա ես խնդրել եմ իրեն, որպեսզի վերլուծի իր այս կտորը, այո։ 12 տարվա ընթացքում սովորել եմ գիտակցաբար մոտենալ տագնապային գրոհներից։ Երբ տագնապային գրոհը գալիս է, ես հասկանում եմ, որ անհրաժեշտ է սպասել, մինչև փոթորիկը կհանդարտվի։ Իհարկե զգացողություններս տհաճ են, սակայն այդ պահերին փորձում եմ դրական կողմերը տեսնել։ Ինքս ինձ ասում եմ, ոչ մի մարդ ապահովագրված չէ, բոլորս նույն ռիսկերի տակ ենք ապրում։ Դա ինչ-որ չափով օգնում է ազատվել մենակության զգացումից։ Վերջերս սկսել եմ կիրառել նաև առարկաներ հաշվելու տեխնիկան։ Իդեպ տեխնիկան կոչվում է վերադարձնել հովի վրա, եւ մենք հաշվում ենք 5 առարկավոր տեսնում ենք, 4 առարկավոր կարող ենք շոշափել, 3-ը որ կարող ենք լսել, 2-ը հոտ քաշել եւ մի համ, որը կարող ենք այդ պահին զգալ։ Դա օգնում է կենտրոնանալ ներկայի վրա։ Եվ ես խնդրեցի մեկ նախադասությամբ բնութագրել տագնապային գրոհները, հնչեց հետեւյալ նախադասությունը. Հողը փախչում է ոտքերի տակից։ Այսպիսի հետևություն այս ամեն ինչից։ Ենթադրաբար, ես այսպես հետազոտություն փոքրիկ արել եմ ոչ մասնագիտական, տագնապային գրոհների սկզբնական փուլը միշտ ավելի ինտենսիվ է, ուժեղ է, բառ արտահայտված, հետագայում մարդիկ այնքան են հմտանում, որ կարողանում են տագնապային գրոհներն անցկացնել այնպես, որ կողքի մարդը միգուցե անգամ չնկատի, որ մարդու մոտ տագնապային գրոհ է։ Եվ պարզ հետևություն եմ արել, քանի որ առաջին գրոհի ժամանակ անորոշության ֆակտոր կա, իսկ անորոշությունը միշտ տագնապը սրում է, մարդու մոտ մահվան վախն է դոմինանտ եւ ինձ հետ ինչ-որ մի բան կկատարվի միտքը, բնականաբար ամեն ինչ ավելի ինտենսիվ է։ Հետագայում մարդը համոզվում է, որ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ չէ եւ ավելի հանգիստ, adekvat ինքն իրեն չվախեցնելով հեշտորեն կարողանում է գրոհը հաղթահարել։
տագնապը պաշտպանեց։ Ընկեր Աննայի շնորհիվ։ Մենք միասին գնում ենք եւ Աննայի հավաստագիրը դիպլոմը բերում ենք։ Ահա։ Նա կարող է բայց ձեռքը տանջան, սա կվերցնենք։ Տես անջան, մենք միասին մեծ սիրով սա հանձնում ենք քեզ։ Ընդհանուր թվով 108 հրաշալի ժամ։ 108 հրաշալի ժամ։ Դուք կարող եք գնալ եւ այլել ձեր ֆոտոսեսիան։ Ժպտացեք, ապրեք, մի հատ փակեք, բացեք։ Երեխեք ջան, սիրո ֆոտոներ ունեցա, հիմա այլ փոքրիկ հարցազրույց պետք է տամ։ Շատ հավես է, շատ։ Հələ բայց հրաշքը նայեք։